Բարև բոլորին, ձեր հետ Էրիկ Հակոբյանն է եւ այսօր ես կսովորացնեմ ձեզ ինչպես գումար աշխատել ինտերնետով իմ օրինակի վրա, կսովորացնեմ իմ մեթոդը։ Ես սարքել եմ իմ սեփական պարտներսկի ծրագրաման, YouTube-ի հետ կապ չունի, այսինքն ձեր YouTube կանալով չեք աշխատելու փող, այլ սայթով, ձեր սեփական կայքը իմ պարտներսկի ծրագրամայով կբացեք, ես ամեն ինչ պատրաստել եմ, որպեսզի լինի ձեր համար հեշտ, պատրաստի։ Եվ ձեզանից ընդհանրապես շատ քիչ գործողություններ պետք լինի գումար աշխատելու համար։ Եվ սկսենք նրանից, որ կմտնենք հիմա կայք, բոլոր կայքերի լինքերը, որոնց մասին խոսքը այսօր կգնա, կլինեն այս վիդեոյի տակ, описаниայում։ Ես հələ որ չեմ սարքել դիզայնը, այս սայթը շատ հետո լինելու է սիրուն, բայց կարևորը սիրունությունը չի հիմա այս պահին, այլ սկսել փող աշխատելը։ Դե սենց վայցի ենք անում, իսկ սենց ռեգիստրացիա։ Եկեք տեստովի բացենք, ռեգիստրացիա, այսպես։ Պարոլ գրենք ինչ-որ, և ամենակարևորը կաշելյոկն է, Kiwi, Yandex.Деньги կամ WebMoney։ Այդ համակարգերով ես ձեզ ուղարկելու եմ ձեր աշխատած գումարը։ Դրա համար ինչ ենք անում։ Money.yandex.ru կայքով դուք կարող եք բացել ձեր Yandex կաշելյոկը։ Եթե սխմեք բալանսի վրա կստանաք նոմեր կաշելկա։ Այդ նոմերը մեզ պետք է։ Նաև դուք կարող եք Kiwi կաշելյոկ բացեք ձեր հեռախոսի համարով կամ WebMoney կայքում բացեք ձեր կաշելյոկը։ Այդ կաշելյոկներով դուք կարող եք վճարել Menyu.am-ում կամ SAS.am-ում, առնեք ինչ-որ առևտուրներ անեք կամ AliExpress-ով ինչ-որ Չինաստանից բան պատվիրեք։ Նաև դուք կարող եք այդ փողը, այդ գումարը հանել, սարքել դրամ, ես արդեն վիդեո դրա մասին նկարել եմ, լինքը կլինի ներքևում։ Հիմա ինչ ենք անում։ Կաշելյոկը ստեղ գրում ենք, որը կոպի արեցինք եւ ռեգիստրացիան ավարտում ենք։ Սահրանից ենք անում, որպեսզի հիշվի բրաուզերում լոգինը պարոլը եւ որպեսզի հետո մտնեք։ Հիմա ինչա մեզ պետք։ Եկեք նայենք։ 10% դուք կարող եք ստանալ, եթե կանչեք ձեր ընկերոջը եւ ինքը գումար աշխատի։ 10% իր աշխատած գումարից դուք կստանաք, բայց ոչ թե իր հենց գումարից, այլ ես վրայից կավելացնեմ ձեզ նրա համար, որ դուք իրան կանչել եք ու սովորացրել եք իհարկե։ Սովորացրեք, օգնեք իրար եւ աշխատեք գումար։ Ուրեմն ստեղ տեսնում եք թե ինչքան մարդ է մտել, ինչքան մարդ վճարել է, դուք ստանում եք գումար ոչ թե YouTube-ի նման, այսինքն ռեկլամի վրա սխմում են ու վсё փողը գալիս է ձեր 2 կոպեկը, չէ, այստեղ դուք աշխատում եք նորմալ գումար, որովհետեւ ստանում եք տոկոս այն մարդկանցից, որոնք որ գովազդով տեղափոխվելուց վճարում են այնտեղ ինչ որ ծառայությունների դիմաց, այնտեղ ձեր կայքում կլինեն ռեկլամներ, գովազդներ, դուք կարող ինքներդ նայեք, ուսումնասիրեք ոնց է այդ ամեն ինչը լինում, այստեղ դուք տեսնում եք բալանս, թե ինչքան փող ես ձեզ պետք է ուղարկեմ։ Հենց զրոյանում է, ուրեմն արդեն գումարը ձեր կաշելյոկի վրա է։ Կաշելյոկը ցանկացած ժամանակ կարող եք այստեղ փոխել։ Ինչքան գումար եք աշխատել այստեղ գրած է ձեր ռեֆերալներից, այսինքն այն ձեր ընկերներից ում կանչել եք այստեղ եւ ինչքան մարդ եք այստեղ կանչել։ Ուրեմն ամենաառաջինը ինչ անում ենք, սեղմում ենք այս կոճակը եւ քաշում ենք կայքի ֆայլերը։ Այդ կայքը ես զրոյից սարքել եմ ձեր համար, հենց այս պրոյեկտի համար։ Ինքս գրել եմ, քանի որ ծրագրավորող եմ։ Երբ որ քաշում եք զագրուսկիքի մեջ ավելանում եւ դուք այս RAR ֆայլը կարաք principi даже չբացեք։ Եթե RAR չունեք, որ բացեք, դա կապ չունի, այդ ֆայլերը թող տենց էլ մնա։ Հաջորդը մտնում ենք hosting առնելու համար, բայց ես հենց hosting եմ ընտրել, որպեսզի 10 օրը լինի ձրի։ 10 օրվա ընթացքում դուք կհասնեք փող աշխատել, սա բիզնես է իհարկե եւ hosting-ի կամ հասցեների համար դուք պետք է վճարեք։ Նաեւ SIM card պետք է առնեք այս կայքում, որպեսզի ռեգիստրացիա լինեք սոցիալական ցանցերում եւ տարածեք ձեր կայքի լինքերը։ Այդպես այդ ձևով ձեր կայք կհաճախեն մարդիկ եւ գովազդով կտեղափոխվեն։ Սկսենք Time Web hosting-ից օգտվելուց։ Ուրեմն մտնում ենք hosting, այս ամենաէժանը կարող ենք վերցնել, оплата помесячно ընտրենք 129 ռուբլի է եւ գրում ենք անունը, ազգանունը սկզբից, հետո անունը եւ հայրանունը։ Ես ուղղակի տեստեր կգրեմ, որովհետեւ չեմ պատրաստվում օգտվել։ Դուք նորմալ հետո կգրանցվեք։ Test mail.ru եւ այստեղ սագլասին ենք գրում, որպեսզի այս զակազատի կոճակը ակտիվ լինի։ Սեղմում ենք եւ նայեք ինչ հեշտ է։ Երկու բան գրեցինք ու արդեն hosting-ը մերն է։ Նաեւ ձեզ այս X անենք։ Միջև այսա 10 օր ձեզ տրվում է անվճար։
Նաև ձեզ այստեղ որ դոմենի իպոդոմենի մտնում ենք, դոմենը դա հասցեն է։ Ձեզ տրվում է ձրի հասցե կայքի համար։ Կարանք կոպի անենք, բացենք եւ տեսնենք դա ինչ է։ Դա այսպեսի edge է, HTML ֆայլ է, որտեղ որ պրոստը գրած է, որ դուք ռեգիստրացիա եղաք։ Դուք դրա տեղը ձեր կայքն եք տեղադրելու, որը քաշեցիք իմ կայքից։ Եկեք նայենք, ուրեմն այստեղ ձեր հոստինգը երբ որ ռեգիստրացիա անում եք, այստեղ կա ֆայլերի տեղը, այդ տեղ պետք է մտնենք, որպեսզի ֆայլերը կայքի տեղափոխենք։ Դուք կարող եք հենց սկզբից տենալ iSense, բան, public HTML, դա ոչինչ, այդ հենց public HTML-ի մեջ է, այդ պապկայի մեջ է մնացած ֆայլերը պետք է լինի, ձեր կայքի հենց այստեղ մենք տեղափոխենք։ Այ հենց որ տենում եք այս CGI-bin ու index.html-ը, ուրեմն հենց այստեղ է պետք։ Ինչ ենք մենք անում, մենք արխիվատոր ենք սեղմում եւ загрузить и разархивировать ենք սեղմում, որպեսզի մեր RAR-ը բոլոր ֆայլերով քաշենք հոստինգի մեջ եւ այդ ֆայլերը հետո սա լցվի մեջը, ոնց որ պետք է։ Սեղմում ենք prikrypit ֆայլ եւ загрузки-ի մեջից գտնում ենք մեր RAR ֆայլը, սեղմում ենք եւ загрузить կոճակը անպայման սեղմում ենք, որ սկսի ձեր կայքը գցելը։ Ինչ որ ժամանակ պետք է, որովհետեւ իրականում շատ ֆայլեր կան մեջը։ Մի փոքր սպասելուց հետո մենք կտեսնենք, որ ամեն ինչ պատրաստ է եւ կկարողանանք մտնել մեր կայքը։ Ուրա! Պատրաստ է։ Այստեղ որ մտնում ենք դոմենի իպոդոմենի, մեր հասցեն վեր ենք հիշում, կոպի ենք անում եւ մտնում ենք մեր կայքը։ Ամենաառաջինը դուք կտեսնեք այս ուստանովկեն, որտեղ պետքա գրեք ձեր լոգին պարոլը կամ մտնեք ռեգիստրացիայի եւ դրանից հետո դուք պետքա ստեղ տենաք ձեր կայքը, բայց կա մի հատ խնդիր կա։ Ձեր PHP-ն ամենասկզբից ցածր բանի է, վերսիայի է։ Դուք պետքա ձեր PHP-ն թարմացնեք ամենավերջինին։ Դրա համար մտնում եք hosting նորից եւ սեղմում ենք site-ի։ Այստեղ site-ի որ կա, էսա ձեր site-ը, սեղմում ենք այս կոճակը, настройкայի եւ ընտրում ենք ամենաբարձր PHP-ն 7-ը։ Եկեք ընտրենք եւ սահրանից անենք։ Դրանից հետո, որովհետեւ ես ծրագիրը գրելուց օգտագործել եմ վերջի PHP-ն։ PHP-ն դա ծրագրավորային լեզու է։ Կայքի համար, որ օգտագործել եմ։ Եվ մի հատ էլ ենք անում էսա refresh, պետք է արդեն աշխատի։ Ինչ որ ժամանակ անց տեսնում ենք, որ սկսում է աշխատել եւ մեր կայքը պատրաստ է։ Դուք ունեք սեփական YouTube, բայց այստեղ լինելու են արդեն ձեր ռեկլամները, որոնք որ բերելու են ավելի շատ փող։ Ամենաներքևում, եկեք խոշորացնենք, էլի շատ վատ է երևում։ Ամենաներքևում մենք կտեսնենք ստատիստիկան։ Ուզում եք, չէ՞ իմանաք ինչքան մարդ է մտել ձեր կայք, ինչքան պրասմոտր, ինչքան մարդ առանձին ունիկալնի մտել է 31 օրվա ընթացքում, 7 օրվա ընթացքում, 24 օրվա ընթացքում, հենց հիմա ինչքան մարդ է նայում, ուրեմն սեղմեք այս կոճակը եւ դրանից հետո էսա մոտիկացնեմ ցույց տամ, դրանից հետո սեղմենք այս վերևը получить счетчик եւ այստեղ լրացնելուց գրում ենք մեր այս հասցեի մեր այս հասցեն, նայեք։ Copy paste եք անում մի խոսքով։ Գրում եք ձեր մեյլը, կարա գրեք ինչ ուզում եք։ Խոսքի նորից եկեք sense գրենք, լավ։ 1 так, 1 2 3 4 5 6 7 8, այսպես թող լինի parole-ը։ Այս խոսքից ես չեմ օգտվել, ես պրոստը անում եմ մի անգամ, որ ձեզ ցույց տամ։ Доступно только по паролю, ընտրում եք, եթե դուք ուզում եք, որ ոչ մեկ չտենա ձեր ստատիստիկան, բացի ձեզանից։ Եվ всё, կարող ենք ռեգիստրացիա անել։ Երբ որ այս ռեգիստրացիան անում ենք, получить HTML կոդ շոչիկան անում ենք, իջնում ենք ամենաներքևը։ Այսրանք ոչ մի բան ձեռ չենք տալիս, ժողովուրդ։ Просто получить HTML կոդ շոչիկա վերջը անում ենք, перейти к статистике, ստեղ գրում ենք կոդը, որը կար 1 2 3 4 5 6 7 8, запомнить пароль եւ մտնում ենք եւ տեսնում ենք ինչ։ Այստեղ եկարենք սահրանից անենք, տեսնում ենք ինչ ժողովուրդ, нет данных, բայց եթե մենք հիմա մտնենք նորից մեր կայք եւ նորից refresh անենք, որպեսզի տենանք մեր գլխավոր edge-ը, կստացի գլխավոր edge-ի վրայի վիդեոները անընդհատ թարմանում են եւ բաժանված են կատեգորիաների։ Ինքը նորմալ կայք։ Մենք տեսնում ենք, որ թվերը արդեն կան։ Մի հատ էլ refresh անենք, տեսնենք թվերը կփոխվեն։ Մի վարքյան, ինչ որ ժամանակ ամենասկզբում պետք է այստեղ refresh անենք։ Տեսակ, մի посетитель արդեն կա, այստեղ ցույց է տալիս, այսինքն դուք եք։
Մետը refresh անեք, ստեղ էլ արդեն կսկսի ցույց տալ։ Սրանից հետո դուք արդեն կարող եք հաշվեք այն մարդկանց, ովքեր որ մտնում են։ Ինչ որ ժամանակ հետո անպայման կհայտնվի ստեղ։ Այս ներքևը դուք մի հատ բան կարդացեք։ Хочешь получить такой же сайт и заработать на нем? Жми и получай։ Այս սիլկեն սխմելուց մտնում են այս կայք, դե իհարկե դուք եք ստեղ հիմա լոգին արած, բայց իրանք տենալու են գլխավոր էջը։ Եվ իրանք գրանցվում են որպես ձեր ռեֆերալ ու իրանցից կստանաք դուք գումար։ Այսպես է դա աշխատում։ Так, հեսի ձեր սայթի լինքն է, так, երբ որ արդեն դուք ձեր կայքը ունեք, շատ լավ, մտեք ինչ-որ վիդեոյի մեջ։ Դուք տեսնում եք գովազները, այն գովազները, որոնք ձեզ կբերեն, շատ փողեր։ Իսկ ներքևը պախոժի վիդեոները, ոնց որ YouTube-ում ալինում։ Եկեք ռեկլամներից մեկի վրա սխմենք օրինակ։ Մենք տեղափոխվեցինք, ստեղ պատբոր պրիչոսը իհարկե փողով է։ Այս սաղ ծառայությունները գումարով է եւ դուք ունեք մեջը փայ։ Այ հիմա որ աբնավից անենք, տեսնում ենք մի հատը մտավ։ Եթե հանկարծ վճարում լինի, դուք կտեսնեք։ Իսկ ինչպես անել, որպեսզի ձեր կայք մտնեն շատ մարդիկ եւ տեղափոխվեն գովազներով եւ վճարեն այնտեղ, դուք ստանաք ձեր տոկոսը պարտներկայում։ Հեսա կասեմ, մի հատ զվուկը ցածրացնեմ վիդեոյի եւ ինչ որ ժամանակ անց պլեյերի մեջ հայտնվում է, հեսա կտեսնեք ինչ։ 10-11 վայրկյան։ Продолжение этого ролика опубликовано в социальных сетях. Выберите свою социальную сеть из списка и посмотрите видео. Այսպես իմ ձայնով ասվում է, որ պետք է սեղմեք այս կնոպկեքից մեկը, որպեսզի շարունակեք նայել։ Իրականում մարդը սեղմում է։ Отличный выбор. Теперь нажмите на кнопку «Отправить» и видео сразу же начнется. Извиняемся за неудобство. Հենց որ ուղարկում ես, այս ակնում փակվում է եւ վիդեոն շարունակվում է։ Ինչ է կատարվում։ Դուք ուղարկում եք այս վիդեոյի լինքը, ձեր կայքի լինքը ձեր ընկերներին եւ ձեր ընկերները նայում են վիդեոն, նայում են ռեկլամները, մի խոսքով արդեն ջոկեցիք։ Շատանում են մարդիկ, բայց ոնց անեք, որ սկսեն մտնել։ Այն առաջի մարդիկ սկսեն մտնել, որոնք որ կնայեն եւ կկիսվեն տարբեր սոցցանցերում։ Ես օգտագործում եմ Одноклассники կայքը, այդ օրինակով ես ձեզ այսօր ցույց կտամ։ Բացել եմ fake account եւ դա է ճիշտը։ Դուք կարող եք տեսնել այստեղ партнерский программայում կա կուպիտ SIM կարտու, այստեղով դուք կարող եք առնել SIM card, прием SIM card տեղ սխմում եք, 8 ռուբլի է, այսինքն 8 ռուբլի սխմում եք, պրոստը այս պահին գումար չկա։ Մեջը բալանսը պապոլնից կարանք անենք, նույն Yandex деньги-ով, ну ասենք չգիտեմ, 16 ռուբլի երկու հատի համար։ Оплатить ենք հիմա անում։ Заплатить սեղմում ենք եւ ստանում ենք այդ գումարը այնտեղ։ Կարող ենք առնել քարտեր։ Երբ որ բալանսի վրա փողը նստում է, կարող եք այսպես զակազ անել համար։ Միանգամից երկու հատ արեցի։ Կներեք, մեկը փակում ենք, այս մեկի վրա սեղմում ենք, միանգամից ավտոմատ կոպիա լինում, կարամ հեսա ցույց տամ ձեզ, թազա ակնո բացելով, ոնց ենք ռեգիստրացիա անում այդ SIM card-ով։ Այդ համարը, որը կոպիա եղավ, այս մի հատ 7 ավելա ջնջենք։ Այդ համարը դնում ենք այստեղ, դալի ենք սխմում եւ սպասում ենք, որ գա SMS։ SMS-ը գալու է այստեղ, ահա եկավ կոդը, այնն էլ 3 հատ միանգամից։ Մտնում ենք Одноклассники եւ վստավից ենք անում։ Դալի ենք սեղմում, ինչ որ parol ենք գրում։ Ну, ասենք YouTube։ Հա, YouTube չի կարելի, լավ, YouTube երկուս թող լինի։ Ստեղ գրում ենք ինչ որ մի հատ անուն, օրինակ Իվան Իվանով եւ լինում ենք ռեգիստրացիա։ Սրանից հետո մենք կարող ենք անել հեսա ցույց տամ ինչ։ Դե ես արդեն այնտեղ մի հատ fake բացել եմ, դրա համար հեսա ցույց կտամ։ Նայեք, մտնում եք գրուպաներ, որտեղ կարելի է գրել այստեղ։ Նայեք, 100,000 պատպիշիկ ունի, բայց կարաս ինչ որ բան ավելացնես այստեղ։ Նույնն էլ մնացած, օրինակ, Еврейский анекдот։ Ստեղ 400,000 պատպիշիկ է եւ կարող եք ավելացնել լինքեր։ Ոնց եք դուք դա անում։ Հետաքրքիր լինք գտեք։ Օրինակ, սա Еврейский анекдот է, հարց չկա։
Դուք մի խախտեք բաները, շատ որ գցեք, ձեզ վարքյանական փակելու են, եթե այդպես բաներ անեք։ Շատ ակտիվություն պետք չի։ Դուք ընտրեք ինչ-որ բան, որի համար ձեզ համ գրուպան չի փակի, համ էլ սոցիալական ցանցը չի փակի, սպամերի տեղ չի դնի ձեզ։ Նայեք, ուրեմն գրում ենք поиски մեջ մեր մոտ еврейский анекдот։ Ու поиски ենք տալիս, դուք ստեղ լիքը բաներ ունեք։ Էսա, анекдоты про евреев, часть 2։ Կամ էսի анекдоты про евреев, եկեք կոպի անենք այսենց։ Իրան հենց այդ լինքը էլի վերցնում ենք եւ լինքը, որը մենք կոպի արեցինք, դառնում է այսպես սիրուն լինք, էտել եմ ես սարքել, որ այսպես սիրուն լինի։ Եվ поделиться անելուց հետո իրանք սկսում են մտնել։ Իսկ մենք իրանք կտեսնենք, ես արդեն ասացի ձեզ այս ստատիստիկայով, доступ по паролю, հեսա։ Հիմա 4 մարդ ընդամենը մտել, նոր մարդ չի մտել, բայց հենց լինի կտեսնեք անպայման։ Եվ մնացած գրուպաներն են, եկեք ինչ-որ բան ավելացնենք, օրինակ այստեղ կարելի է ավելացնել ինչ-որ ուրիշ անեկդոտ։ Անեկդոտը про гаишников, եկեք այս гаишникների մասին անեկդոտը ավելացնենք այս գրուպա։ Գրուպաները չեն մենակ, հեսա մի հատ բան ցույց տամ։ Նայեք, ուրեմն վիդեոներ կան, որոնք որ այս պահին շատ մարդիկ են նայում եւ կլաս դնում։ Հայկական վիդեոներ այն մոտ բերում, որտեվ Հայաստանի IP-ն է երևում իրանց մոտ եւ բերում է, բայց դուք ընտրեք ուրիշ, օրինակ նայեք, բիտվա животных։ Նայեք, մի վարքյան ստեղ ռեկլամեր, նայեք ուշադիր, կլասի վրա բերում եմ, հոպ, հեսա կավելանա։ Այսպես անելով մկնիկով տեսնում ենք, որ ավելանում են կլասերը, այսինքն մարդիկ այս պահին ակտիվ դնում են կլասներ, ուրեմն նայվում է։ Կոմենտարիայի մեջ կարող ենք դնել կոմենտ, այդպես վիդեո մեր կայքից։ Ընտրեք այնպես բան, օրինակ բիտվա животных, քելեք հենց այդպես վիդեո ընտրենք, որ ձեզ չփակեն, որ ժալոբա չգրեն։ Բիտվա животных, մեր համար խնդրեմ չկա, вообще չկա խնդրեմ։ Սենց ենք անում եւ դնում ենք այդ սիլքեն, բիտվա животных, թող նայեն։ Այսինքն իրանք նայում են բիտվա животных, ուրեմն թող էս էլ նայեն։ Նայենք այս մեր արածներից հետո ավելացան մարդիկ մեր կայքում թե չէ։ 4-ին դառան 9։ Ուշադրություն, դուք ձեռք բերեցիք մի քանի հոգի, շատ հեշտությամբ ձեր կայք։ Եվ իհարկե ընթացքում դուք մտեք եւ обновить արեք ստատիստիկան, նայեք ինչ որ մեկն էլ մտավ ռեկլամով։ Այդտենց 1, 2, 3, 4, 5 մեկ էլ կսկսեն վճարումները։ Սկսեն վճարումները ու դուք ստանաք ձեր փողերը։ Ժողովուրդ ջան, շաբաթը 1 ես կվճարեմ այն ինչ դուք աշխատել եք, դրա համար զբաղվեք, տարածեք։ Եթե հանկարծ փակեն ձեր edge-ը այս ամեն ինչի համար, որտեվ տենց լինում է։ Ասեմ ձեզ, որ դժվար թե կարողանաք վաստանավից անեք, որտեվ հեռախոսը ձեր մոտ չի այդ համարը, դա վիրտուալ համար է։ Դրա համար մի հատ հեռախոս վերցրեք, որը որ հələ одноклассникով չեք օգտագործում, եւ անընդհատ երբ որ բլոկ են ձեզ գցում, նորից SMS-ով կոդը հավաքեք եւ մտեք ձեր edge, շարունակեք այս ամեն ինչը անել։ Բայց եթե հանկարծ հասցեն փակեն, այսինքն դուք չկարողանաք էլ լինքը ուղարկեք, որտեվ բլոկ կլինի հասցեն, նայեք ինչ որ մեկը կլաս արել, այսինքն поделиться արել։ Ուղարկել է իր դրուզիաներին, ու այդտենց մտնելու են ձեր կայք։ Եվ ինչ է ուզում ասել ուրեմն, եթե հանկարծ բլոկ գցեն ձեր սայթի հասցեն, դուք պետքա այստեղ կլինի սիլկա նայեք, dva domains.ru-ում առնեք նոր հասցե եւ միացնեք ձեր հոստինգում, որ արդեն այս կայքը աշխատի նոր հասցեով։ Դա արվում է հետեւյալ կերպով։ Երբ որ դուք ռեգիստրացիա եք անում հասցե, այստեղ NS-ները պետքա գրեք, այդ DNS 1, DNS 2, DNS 3։ Դուք այս DNS-ները գրեք, ես պարտներկայում հեսա կգրեմ, որ դուք տենաք։ DNS-ները էսրան գրեք ու սախրանից արեք։ Դրանից հետո որ մտնում եք hosting, TimeWeb-ը, այս դոմենի poddoմենի, այսինքն դոմենի poddoմենի սխմում եք, հետո разместить դոմեն на NS սերվերах, գնում եք այդ դոմենը, որը ռեգիստրացիա եք արել, ու разместить եք սխմում, всё։ Դրանից հետո ինչ որ ժամանակ հետո կարող է մի օր տևա նոր հասցեով արդեն կնի ձեր կայքը ու դուք կարողանաք նորից օգտվեք։ Ես մի հատ ձևել ասեմ, կարաք թազա TimeWeb-ի hosting էլի 10 օրով վերցնեք, էտելա ելք, ձրի կարաք օգտագործեք։ Նաև դուք կարող եք օգտվել .tk կայքից, որպեսի ձրի հասցեներ .tk-ով ռեգիստրացիա անեք։ Էլի այդ նույն ձևով NS-ները, DNS-ները գրում եք եւ ավելացնում եք hosting-ում այդ հասցեն ու ունենում եք նոր հասցեով կայքը։ Ու շարունակում եք այդ գործը ժողովուրդ։
Նաև դուք կարող եք նույն բանը անել VKontakte-ում գրուպաների մեջ ու վիդեոների տակ, կոմենտներում, ամենտեղ, դաժե YouTube-ում կոմենտի մեջ կարաք ինչ գրեք, որ հետաքրքիր վիդեո ունեք ձեր կայքում, թող մտնեն եւ նայեն։ Մի մոռացեք, որ այս կայքը աշխատում է YouTube-ից։ Այս վերևի ID-ն որ կա, այս վիդեոից հետո, որ ID-ն է, դա YouTube-ի վիդեոյի ID-ն է։ Դուք կարող եք YouTube-ում ձեր վիդեոն վերցնել ձեր կանալից, եթե ուզում եք պրասմոտորները շատացնեք, համ էլ դրանով փող աշխատեք։ Դուք վերցնում եք, ну, ասենք, վերցնենք այս Всем ID-ն привет. եւ մտնում եք ձեր կայքը, դնում եք ID-ն այստեղ։ Enter եւ այդ ձեր վիդեոն Всем привет. В այստեղ общем, решил հասկացաք, կարաք ձեր վիդեոն հենց համ Դες ցույց բլոկ։ տալ, համ պրասմոտրը կավելանա ձեր մոտ ալիքում, համ էլ փող աշխատել այսպես ձեր սեփական կայքով։ Ժողովուրդ ջան, զբաղվեք, ձեր Տերիկ Հակոբյանն էր, հաջողություն։